Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան նավթամթերքի մատակարարման շուրջ քննարկումներին։ Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 8-ին հայտնել էին, որ Վրաստանի կողմից կիրառվող սակագնային քաղաքականության պատճառով խոչընդոտվում է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարումը։ Դրանից հետո Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանձնարարել է Վրաստանի տարածքով ադրբեջանական նավթամթերքի առաջին տարանցումը դեպի Հայաստան իրականացնել անվճար։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն էլ հայտարարել էր, որ վերոնշյալ հարցով քննարկում է եղել վրացական կողմի հետ, այլ մանրամասներ չհաղորդելով։ Մենք ամբողջությամբ հաշվի ենք առնում Հայաստանի եւ Ադրբեջանի ընդունելի շահերը։ Մենք էլ մեր առաջնահերթություններն ունենք եւ ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրի շահերը։ Ցավոք սրտի Վրաստան-Եվրամիություն հարաբերություններում առաջընթաց չկա, իսկ դրա հիմնական պատճառը եվրոպական բյուրոկրատիայի վերաբերմունքի անփոփոխ մնալն է վրաց ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Վրաստանի հանրային հեռուստաընկերության եթերում։ Կոբախիձեի խոսքով սա է այն հիմնական պատճառը, որը ստեղծել է այսօրվա իրավիճակը։ Վարչապետը նշել է, որ գլխավոր խնդիրն այն է, որ եվրոպական բյուրոկրատիան չի ճանաչում վրացական ժողովրդավարությունը եւ վրաց ժողովրդի ժողովրդավարական ընտրությունը։ Ամեն ինչ ըստ էության զարգացավ 2024 թվականի ընտրությունների շուրջ, երբ Եվրամիության դեսպանը բացեիբաց արտահայտեց իր ընտրական դիրքորոշումը, ուղղակիորեն կոչ արեց ընտրողներին գնալ ընտրատեղամասեր եւ աջակցել ընդդիմությանը վրացական երազանք կուսակցության իշխանության դեմ։ Նրանք պարտվեցին այդ ընտրություններում։ Եվրոպական բյուրոկրատիան ռադիկալ ընդդիմության հետ միասին պարտվեց այդ ընտրություններում եւ մինչ օրս չեն հարմարվում այդ փաստի հետ։ Կոբախիձեի խոսքով մինչև օրս նրանք դրսևորում են վիրավորվածություն առաջին հերթին վրաց ժողովրդի նկատմամբ, քանի որ ժողովուրդը կրկին աջակցություն է հայտնել վրացական երազանքի իշխանությանը եւ այն ուղեգծին, որը երկիրն ընտրել է այս կառավարության օրոք։ Վրաստանի վարչապետը նկատել է, որ այդ ուղին խաղաղության եւ պրագմատիզմի ուղին է։ Կոբախիձեն այդուհանդերձ հույս է հայտնել, որ Վրաստանի հանդեպ այս վերաբերմունքը կփոխվի։ Վրաստանի վարչապետն անդրադարձել է նաեւ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, նշելով, որ իրականում դա եղել է երկերեսանի քաղաքականություն։ Կոբախիձեի գնահատմամբ այսօր Միացյալ Նահանգներում այդ քաղաքականության վերանայման գործընթաց է նկատվում եւ հարկավոր է սպասել զարգացումներին խաղաղությամբ եւ համբերությամբ։ Եվրամիության կողմից Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության կասեցումը կարող է տարածվել նաև 2026 թվականի վրա։ 2025 թվականի արդյունքներով ֆինանսական օգնություն չի ցուցաբերվել, հայտնել են Եվրահանձնաժողովից։ Սա չի նշանակում Եվրամիության կողմից ֆինանսավորման ամբողջական դադարեցում, սակայն հաջորդ տարի պետական մակարդակով զգալի ֆինանսավորումը քիչ հավանական է, եթե տեղի չունենան հստակ քաղաքական փոփոխություններ, հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Տոմաշ Զդեխովսկին։ Նրա խոսքով Եվրամիության կողմից Վրաստանի ֆինանսավորման կասեցումը տեղի է ունեցել ժողովրդավարական սկզբունքներից նահանջի եւ իրավունքի գերակայության խախտման վերաբերյալ լուրջ մտահոգությունների պատճառով։ Նրա կարծիքով Վրաստանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, իսկ մարդու իրավունքների վիճակն այստեղ էապես վատթարացել է 2024 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո։ Մինչև օրս մենք շարունակում ենք պայքարել եւ օգտագործել առկա իրավական մեխանիզմները, որպեսզի Ռուսաստանի կողմից Վրաստանի երկու շրջանի օկուպացիայի հետևանքով մեր քաղաքացիների խախտված իրավունքները մոռացության չտրվեն։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոջորիշվիլին Հաագայում Եվրոպայի խորհրդի հովանու ներքո Ուկրաինայի համար բողոքների միջազգային հանձնաժողովի հիմնադրման ժամանակ։ Նրա խոսքով Վրաստանը շատ լավ է հասկանում, թե որքան կարևոր է միջազգային նորմերի պահպանումը։ Մենք մեր սեփական փորձով գիտենք անարդարության գինը, խաղաղ բնակչության հարկադիր տեղահանում, տների ավերում եւ հանցագործների անպատժելիության հետևանքով մնացած վերքեր։ Թեև միջազգային դատարանների մի շարք որոշումներով Ռուսաստանը ճանաչվել է պատասխանատու Վրաստանի նկատմամբ, այդ երկիրը շարունակում է անտեսել միջազգային նորմերը։ Ահա թե ինչու հատկապես կարևոր է վերլուծել առկա մեխանիզմների արդյունավետությունը եւ համապատասխան քայլեր ձեռնարկել, որպիսի արդարությունը իրագործվի։ Բոջորիշվիլին վստահեցրել է, որ Վրաստանը հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ բարձր է գնահատում այս հարցում միջազգային անշեղ ջանքերը։ Նա համոզված է, որ միջազգային հանրության համախմբված արձագանքը կարող է մեծ ազդեցություն ունենալ։
Վերջին 2 շաբաթների ընթացքում Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են Ֆեթուլա Գյուլենի կազմակերպության (FETÖ)-ի հետ կապերի համար կասկածվող 160 անձի, որոնցից 90-ը կալանավորվել են։ Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիկայան։ Նշվում է, որ գործողություններ են անցկացվել Թուրքիայի 39 նահանգում։ Ձերբակալվածների թվում են կազմակերպության ֆինանսական, կրթական եւ արտաքին հարաբերությունների կառույցներում ներգրավված անձինք։ Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությունը համարում են ահաբեկչական, մեղադրելով 9 տարի առաջ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի համար։ Թուրքիայի Մարմարածովը 20 մետր նահանջել է։ Այս արտասովոր երևույթը տեղի է ունեցել Թեքիրդաղի Մարմարա Էրեգլիսի շրջանում։ Ջրի նահանջի վայրերում ավազե կղզյակներ են առաջացել եւ մի քանի նավեր ծանծաղուտում են հայտնվել։ Միջադեպը շփոթություն եւ մտահոգություն է առաջացրել տեղի բնակիչների շրջանում։ Մարդիկ փորձում են պարզել, թե որն է պատճառը։ Նրանցից մեկը վստահեցրել է, որ վերջին անգամ նման բան է տեսել 3 տարի առաջ։ Նրա խոսքով այդ ժամանակ էլ ծովը մոտավորապես այսքան նահանջել էր։ Դեռևս մեկ շաբաթ առաջ ծովն իր սովորական մակարդակի վրա է եղել եւ ջրի նահանջը շատ արագ է տեղի ունեցել։ Կարող ենք արձանագրել, որ TRIP ուղի նախագիծը Հայաստանին, Ադրբեջանին եւ ամբողջ տարածաշրջանին առաջարկում է հաղորդակցման նոր միջազգային աջակցությամբ ամրացված մոդել, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության եւ իրավազորության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրա իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։ Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպանության փոխանցմամբ Թասնիմ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Նա նշել է, որ Վաշինգտոնյան հռչակագիրը նախատեսում է ապաշրջափակել տրանսպորտային բոլոր հաղորդակցությունները ներպետական, երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար, հիմնվելով պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սկզբունքների վրա։ Հակոբյանն ընդգծել է, որ այս ամբողջ գործընթացի շրջանակում պաշտոնական Երևանը հաշվի է առել Թեհրանի կենսական շահերը, իսկ զարգացումների վերաբերյալ տարբեր մակարդակներում ընթացել է ակտիվ երկխոսություն։ Գրիգոր Հակոբյանի խոսքով ապաշրջափակման արդյունքում Հայաստանը Նախիջևանի տարածքով երթուղային կապ կունենա Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Հակոբյանը նշել է, որ սա աննախադեպ հնարավորություն կստեղծի Իրանի համար ուղիղ երկաթուղային հաղորդակցություն հաստատելու Վրաստանի հետ, կապվելով Սևծովյան նավահանգիստներին։ Իր հերթին Իրանը կդառնա Հայաստանի համար երկաթուղային տարանցիկ ուղի Կենտրոնական Ասիայի եւ Հեռավոր Արևելքի երկրների հետ կապվելու առումով։ Միաժամանակ նախատեսվում են լրացուցիչ կապեր Հայաստանի տարբեր շրջանների միջև, ինչը մեծ նշանակություն ունի մեր ներքին տնտեսական եւ լոգիստիկ համակարգերի համար, ընդգծել է դեսպանը։ Կարևոր է նաև, որ TRIP ուղի նախագծում երրորդ կողմի ներգրավման հարցում Հայաստանը եւ Միացյալ Նահանգներն ունեն հավասար վետոյի իրավունք, ուստի ցանկացած կողմ միայն Երևանի եւ Վաշինգտոնի համաձայնությամբ կարող է ներգրավվել այդ ծրագրին։ Այժմ Վաշինգտոնի հետ ակտիվորեն քննարկվում են TRIP ուղի ծրագրի իրականացման ընդհանուր պայմանները։ Նախատեսվում է, որ Հայաստանում կգրանցվի հայ-ամերիկյան համատեղ TRIP Company-ն, որը կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային եւ գազային խողովակաշարերի, նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք։ Հակոբյանն արձանագրել է, որ TRIP ուղի նախագիծը Հայաստանին, Ադրբեջանին եւ ամբողջ տարածաշրջանին առաջարկում է հաղորդակցման նոր միջազգային աջակցությամբ ամրացված մոդել, որը հիմնված է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, փոխադարձության եւ իրավազորության սկզբունքների վրա։ Իրանում Հայաստանի դեսպանը վստահություն է հայտնել, որ դրա իրականացումը ոչ միայն կխթանի տնտեսական համագործակցությունը, այլև կամրապնդի խաղաղությունն ու կայունությունն ամբողջ տարածաշրջանում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Մոսկվա։ Նրա օրակարգում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, երկկողմ հարաբերությունները, նաև պաշտպանության ոլորտում գործակցության հարցերը։ Արաղչին հանդիպել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամների հետ։ Իրանի արտաքին գործերի նախարարը համակողմանի է որակել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտարարելով, որ Թեհրանի եւ Մոսկվայի գործակցությունը ներառում է բոլոր ոլորտները։ Բացի այդ, դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն ու Իրանը զարգացնում են նաև միջխորհրդարանական փոխգործակցությունը։ Տեղի ունեցել Աբբաս Արաղչիի հանդիպումը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման ժամանակ Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը շնորհակալ է Մոսկվային Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից հարձակումների ժամանակ ցուցաբերած աջակցության համար։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարը ռուս-իրանական հարաբերությունները բնութագրել է որպես բազմակողմանի եւ լայնածավալ։ Արաղչիի խոսքով ռազմավարական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը լրացուցիչ խթան է հաղորդել Մոսկվայի եւ Թեհրանի միջև շփումների զարգացմանը։ Լավրովն իր հերթին ընդգծել է համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի կարևորությունը, այն, որը
որակելով որպես երկկողմ հարաբերությունների հաջորդ 20 տարիների ուղեգիծը սահմանող կարևորագույն փաստաթուղթ։ Լավրովը հղում է արել նախագահներ Մասուդ Փեզեշքյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև վերջերս Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած հանդիպմանը, նշելով, որ երկու առաջնորդները սահմանել են նոր ռազմավարական պայմանագրից բխող հստակ նպատակներ։ Նա վստահություն է հայտնել, որ Մոսկվայի բանակցությունները հնարավորություն կտան ավելի ներդաշնակեցնել դիրքորոշումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, այդ թվում Իրանի միջուկային ծրագրի, Պաղեստինում տիրող իրավիճակի եւ Մերձավոր Արևելքի լայն զարգացումների վերաբերյալ։ Հանդիպման ավարտին երկու նախարարներն էլ շեշտել են ռազմավարական խորհրդակցությունների շարունակականության անհրաժեշտությունը, զարգացող տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու եւ տարբեր ոլորտներում կայունությունն ապահովելու համար։ Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Սավելևին, հաղորդում է Թասնիմը։ Հանդիպման հիմնական թեման հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացումն էր, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Լարիջանին վստահեցրել է, որ կարճ ժամանակահատվածում բոլոր արկա վարչական եւ ինստիտուցիոնալ խոչընդոտները կվերացվեն եւ կկնքվեն անհրաժեշտ համաձայնագրեր հյուսիս-հարավ միջանցքի համար իրավական եւ վարչական կայունություն ապահովելու համար։ Նա նաև նշել է, որ Իրանի նախագահ Փեզեշքյանի շարունակական հետևողականության շնորհիվ կառավարությունը մինչև տարեվերջ ձեռք կբերի միջանցքի երթուղու երկայնքով գտնվող ամբողջ հողատարածքը, որպեսզի նախագիծը անխափան եւ սահուն առաջ ընթանա։ Ռուսաստանի փոխվարչապետը ողջունել է Իրանի վճռական մոտեցումը եւ հայտարարել Մոսկվայի պատրաստակամությունը նախագիծը արագացնելու եւ այն շահագործման հանձնելու համար։ Կողմերը հաստատել են, որ հյուսիս-հարավ միջանցքը Իրանի եւ Ռուսաստանի համատեղ ռազմավարության մի մասն է, ամրապնդելու կայուն համագործակցությունը եւ ստեղծելու տարածաշրջանային կապի անկախ երթուղիներ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Արաբական Միացյալ Էմիրության նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Ալիևն Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այնուհետև Ադրբեջանի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարները մասնակցել են ամենամյա համաշխարհային սպորտային մրցաշարի 2025 թվականի ապագայի խաղերի բացման արարողությանը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ընդունել է Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի երկրորդ պետ բանակի գեներալ Լևենտ Էրգունի գլխավորած պատվիրակությանը, որը պաշտոնական այցով Ադրբեջանում է, մասնակցելու Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ հանդիպմանը։ Հասանովը հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը կառուցված է բարեկամական եւ եղբայրական հարաբերությունների վրա եւ նշել է Ադրբեջանի ռազմական գործակցության հետագա զարգացման համար ձեռնարկվող միջոցառումների կարեւորությունը։ Նա հատկապես ընդգծել է թուրքական պետությունների կազմակերպության շրջանակում համագործակցության կարևորությունը։ Էրգյունն իր հերթին շնորհակալություն է հայտնել Հասանովին Բաքվում կայանալիք Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 17-րդ հանդիպման կապակցությամբ հանդիպումները կազմակերպելու համար եւ նշել, որ երկու երկրի միջև հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության եւ աջակցության վրա։ Հանդիպման ժամանակ լայնորեն քննարկվել են երկու երկրի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում գործակցության նոր հեռանկարները, նաեւ տարածաշրջանային անվտանգությունը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Մարոտ Հարվերդյան, Հարևաններ։